Եվ վերջապես ձվարանը ինքը մի օրգան է, որը լիարժեք արյունամատակարարման, ներվավորման կարիք ունի, հիմա այդ երկուսն էլ տուժել են մեր շաքարախտային բարդություններից, անոթների ախտահարումը որպես անգիոպաթիաներ, ներվերի ախտահարումը որպես նեյրոպաթիաներ, պատյաներ, այսինքն այդ վերջույթները բոլոր ներվային եւ անոթային, որոնք ձվարան են անոթավորում եւ ներվավորում արդեն իրենք էլ ախտահարված են, նորմալ արյան հոսք չկա, մի խոսքով էս բոլորն իրանց հերթին, իսկ եթե դրան էլ ավելացնենք, որ արդեն շաքարախտ ունեցողը ստրես է նրա համար, որ ինքը ունի մի հիվանդություն, որ անբուժելի է, այդ միտքն արդեն բավական է ստրես, քրոնիկական ստրեսը վերջանում է դեպրեսիայով, հետո մենք ուզում ենք դեպրեսիայի պայմաններում ունենանք նորմալ հորմոն։ Ոչ մի օրգան չի կարող նորմալ հորմոն արտադրի, ինսուլինի հարցերը վատ էր, հիմա մակերիկամը գործի ընկավ, մակերիկամն երբ որ սկսի ստրեսից մեզ պահելու համար կորտիզոլ արտադրել, դա էլ իր հերթին կբարձրացնի շաքարը, մի խոսքով մենք ունեցանք լուրջ պրոբլեմ, մի պտույտ, այսպես ասած, մի շրջան, որը ճեղքել է հետագայում շատ բարդ կլինի։